Բարի օր հարգելի հետևորդներ, եթերում է IBC լուրերի ժամը 12-ի թողարկումն է, ես Սվետլանա Պետրոսյանն եմ։ Նախ կարևորը համառոտ։ Փաշինյան-Մակրոն հանդիպում Փարիզում, ինչ են քննարկել կողմերը։ Սպիտակ տունը չի բացառում ցամաքային գործողություններ Իրանում, ինչ է պատրաստվում անել Պենտագոնը։ Իրանի արտգործնախարար Աբբաս Արաղչին հեռախոսով զրուցել է Անտոնիո Գուտերեշի հետ, ինչ է Թեհրանը ակնկալում ՄԱԿ-ից։ Լիբանանը մարդասիրական աղետի եզրին, ինչ են պատմում ականատեսները։ ԱՄՆ-Իսրայել-Իրան հակամարտությունը շարունակվում է նույն ինտենսիվությամբ։ ԱՄՆ հետախուզությունը տեղեկացրել է, որ Իրանը կարող է ականներ տեղադրել Հորմուզի նեղուցում։ Սպիտակ տունը զգուշացրել է, որ եթե դրանք անմիջապես չհեռացվեն, Իրանի համար կլինեն աննախադեպ ռազմական հետևանքներ։ Նախագահ Դոնալդ Թրամփի հանձնարարությամբ ԱՄՆ զինված ուժերը մշակում են տարբերակներ նեղուցը բաց պահելու համար։ Մերձավոր Արևելքի և տարածաշրջանի վերջին զարգացումներն ու պատերազմի մասին հայտարարությունները հավաքագրել է իմ գործընկեր Զառա Սարգսյանը։ Իրանն առնվազն 6000-ամյա քաղաքակրթության ժառանգորդ է։ Պատմության ընթացքում ոչ մի տերություն երբեք չի կարողացել ջնջել այս պատմական անունը, ասել է Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքյանը։ Նա, ով Իրանը ոչնչացնելու պատրանք է տածում, ոչինչ չգիտի պատմության մասին։ Ագրեսորները եկել ու գնացել են, Իրանը մնացել է, ասել է Իրանի նախագահը։ Իրանցի ժողովուրդը չի վախենում ձեր դատարկ սպառնալիքներից։ Այս հայտարարությունն էլ արել է Իրանի ազգային անվտանգության բարձրագույն խորհրդի քարտուղար Ալի Լարիջանին ի պատասխան Թրամփի սպառնալիքների։ Ձեզնից շատ ավելի մեծ ուժեր չեն կարողացել վերացնել նրանց։ Ուստի զգույշ եղեք, կարող է անհետանաք հենց դուք, գրել է նա։ Ավելի վաղ Թրամփը սոցցանցում գրել էր, որ եթե Իրանը որևէ քայլ ձեռնարկի, որը կկանգնեցնի նավթի հոսքը Հորմուզի նեղուցում, Միացյալ Նահանգների կողմից կստանա 20 անգամ ավելի ուժեղ հարված, քան ստացել է մինչ այժմ։ Եթե Վաշինգտոնը 3 օր ուշ սկսեր Իրանի դեմ ռազմական գործողությունները, Իրանն առաջինը կհարված էր։ Fox News-ին տված հարցազրույցում ասել է Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը։ Ինչ վերաբերում է Իրանի նոր գերագույն հոգևոր առաջնորդ Մոջտաբա Խամենեիին, նա ասել է. «Ես չեմ կարծում, թե նա կկարողանա հանգիստ ապրել»։ Իրանի գլխավոր քաղաքական նպատակն Իսրայել պետության վերացումն է, եւ դա չի կարող անտեսվել հատկապես Գերմանիայի կառավարության կողմից, հայտարարել է Գերմանիայի արտգործնախարար Յոհան Վադեֆուլը։ Իրանի հատուկ ծառայությունները ձերբակալել են 30 մարդու Իսրայելի եւ Միացյալ Նահանգների օգտին լրտեսություն անելու կասկածանքով։ Իսրայելը սպիտակ ֆոսֆոր է օգտագործում Լիբանանին ուղղված հարվածների ժամանակ, հայտարարել են մարդու իրավունքների պաշտպանները։ Human Rights Watch-ն ընդգծել է, որ նյութը կարող է մահվան կամ լուրջ վնասվածքների պատճառ դառնալ։ Նավթի ու գազի գների աճը ժամանակավոր է եւ Իրանի դեմ գործողությունը կհանգեցնի գազի գների անկման երկարաժամկետ հեռանկարում, ասել է Սպիտակ տան խոսնակ Քերոլայն Լևիթը։ Մինչ այդ աշխարհում վառելիքի գների արագ աճի պատճառով Վիետնամի մայրաքաղաք Հանոյի բազմաթիվ բենզալցակայաններում երկար հերթեր են գոյացել։ Իլոն Մասկը կրկին գլխավորել է Forbes-ի աշխարհի ամենահարուստ մարդկանց ցուցակը։ Նրա կարողությունը գնահատվում է $839 միլիարդ, ինչը կրկնակի գերազանցում է նախորդ տարվա $342 միլիարդ ցուցանիշը։ Եվ վերջում Բաշկիրիայում մարտ ամսին արձանագրվել է -48 աստիճան ցուրտ։ Զառա Սարգսյան, Նոնա Գևորգյան, ABC Media։ Պատերազմի ֆոնին աճել են նաև էներգակիրների գները, սակայն Սպիտակ տունը վստահեցնում է, որ գնաճը ժամանակավոր երևույթ է և ռազմական գործողությունների ավարտից հետո հնարավոր է նավթի և գազի գների նվազում։ Այս մասին երեկ հայտարարել էր նաև ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Ռուսաստանի նախագահի հետ հեռախոսով խոսելուց հետո։ Թրամփը մասնավորապես նշել է, որ նավթի գնի նվազեցման նպատակով կարող են վերանայվել Ռուսաստանի դեմ սահմանված որոշ պատժամիջոցներ։ Ինչու է Վաշինգտոնը վերանայում իր հաշվարկները, մանրամասները ռեպորտաժում։ Նավթի գնի շուրջ աշխարհաքաղաքական խաղը նոր փուլ է մտնում։ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ նավթի գնի նվազեցման նպատակով Վաշինգտոնը կարող է չեղյալ հայտարարել որոշ պատժամիջոցներ։ Հայտարարությունը հնչել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հեռախոսով զրուցելուց հետո։ Ավելին, Թրամփը չի բացառել, որ այդ սահմանափակումները հետագայում նույնիսկ կարող են չվերականգնվել։ Ով գիտի, գուցե կարիք չլինի դրանք նորից սահմանել։
Տնտեսագետ Սուրեն Պարսյանի խոսքով 2022 թվականից սկսած արևմտյան երկրները Ռուսաստանի նավթագազային ոլորտի նկատմամբ մի շարք պատժամիջոցներ են կիրառել, որոնք զգալի ազդեցություն են ունեցել արտահանման ծավալների վրա։ Վերջին սահմանափակումները նույնիսկ ավելի խիստ են եղել։ Եվրոպան ընդհանրապես հրաժարվել ռուսական նավթից, ինչպես նաև ասիական երկրները պետք է զգալի կրճատեին գնումները Ռուսաստանից, կամ նաև ռուսական նավթի համար նախատեսվում էր այսպես վերին առաստաղ $60 շրջանակում, այսինքն իրավունք ունեի $60 ավել վճարել ռուսական նավթի համար մեկ բարելի հաշվով։ Տնտեսագետը նաև ընդգծել է, որ համաշխարհային շուկայում տատանումների, Իրանի շուրջ լարվածության եւ Հորմուզի նեղուցի փակ լինելու պատճառով Ռուսաստանը շարունակում է մնալ նավթագազային ոլորտի կարևոր խաղացող։ Բարեմուտքը հատկապես մեծ պահանջարկ եւ կարիք ունի ռուսական նավթի եւ գազի, եւ նրանք ստիպված են այդ քայլի գնալ, հաշվի առնելով այն, որ հակառակ դեպքում իրենց մոտ ունենան կտրուկ գների աճ, եւ արդեն իսկ Ամերիկայի Միացյալ Նահանգներում մեկ գալոն բենզինը թանկացել է մոտավորապես $0.5 չափով կամ մոտ 15% չափով, որը ոչ միայն ներքին խնդիրներ կարող է առաջացնել, այլ արտաքին։ Պարսյանը նշում է, որ այս իրավիճակում Ռուսաստանը շահում է, իսկ նոյեմբերին սպասվող ընտրությունների ֆոնին Ամերիկայի նախագահը փորձում է իջեցնել նավթի եւ գազի գները, որպեսզի մեղմի հասարակության դժգոհությունը եւ ընտրությունում ուժեղ դիրքեր ունենա։ Քաղաքական վերլուծաբան Հակոբ Բադալյանն էլ ընդգծում է, որ պատժամիջոցների թուլացումը անհրաժեշտ է նաև էներգետիկ շուկայում խոշոր ճգնաժամից խուսափելու համար, քանի որ Մերձավոր Արևելքում այս պահին արդյունաբերությունը գրեթե կանգնած է, իսկ լիարժեք վերականգնումը կարող է տևել շաբաթներ կամ նույնիսկ ամիսներ։ Ռուսաստանը դիտվում է շուկայում հարաբերական թեկուզ կայունություն ապահովելու միջոց, հաշվի առնելով Ռուսաստանի նավթագազային ռեսուրսները։ Մենք թերևս պետք է արձանագրենք նաև, որ գործ ունենք երկու միջուկային գերտերությունների հետ, գործ ունենք աշխարհաքաղաքական մի իրավիճակի հետ, որտեղ փաստացի կարմիր գծերը ջնջվում են գործնականում եւ միակ գործուն կարմիր գիծ մնում է հենց միջուկային բաղադրիչը եւ հասկանալի է, որ այս պայմաններում միջուկային գերտերությունների առավել եւս մյուսների հանդեպ անհամեմատ ավելի մեծ եւ ավելի սարսափելի միջուկային պոտենցիալ ունեցող տերությունների միջև երկխոսությունը ոչ միայն տրամաբանական է թվում, այլ նաեւ անխուսափելի։ Բադալյանը ընդգծել է, նման հայտարարությունները հաճախ ունեն նաև աշխարհաքաղաքական ենթատեքստ։ Թրամփի խոսքերը կարող են դիտարկվել որպես Մոսկվայի հետ որոշակի պայմանավորվածությունների արդյունք կամ այդ գործընթացի մաս։ Հատկանշական է, որ երբ նավթի գները դեռ չէին հասել $100 սահմանին, ռուս-ամերիկյան բանակցային գործընթացում Պուտինի հատուկ բանագնաց ուղղակի ներդրումների հիմնադրամի ղեկավար Կիրիլ Դմիտրիևը հայտարարեց, որ նավթի գինը անպայման կհատի $100 եւ հենց այդ ժամանակ խոսեց այն մասին, որ նահանգների հետ քննարկում են նավթի ոլորտում Ռուսաստանի դեմ պատժամիջոցները թույլատնելու հարցը։ Կրկնեմ, սա այն ժամանակ էր, երբ նավթը դեռ չէր հասել $100-ին։ Ռուսաստանն իր հերթին նախորդ տարի Իրանի հետ ստորագրել է ռազմավարական գործընկերության լայնածավալ պայմանագիր, որը ընդգրկում է նաև միջուկային խաղաղ ծրագրի եւ պաշտպանական ոլորտի գործակցություն։ Ռուսաստանը չի կարող անտեսել այդ պայմանագրի հանգամանքը Իրանի շուրջ ստեղծված իրավիճակի առումով եւ նույնը նաեւ չի կարող անտեսել Միացյալ Նահանգները, որքան էլ Թրամփը այդպես փորձում է ներկայանալ աշխարհակալի տեսքով նաեւ այս պատերազմում եւ հետեւաբար կրկնեմ, այդ հանգամանքը ու միջուկային կայսրություն լինելու հանգամանքը ստիպում է բնականաբար վարել երկխոսություն։ Բադալյանը հիշեցնում է, որ Թրամփի պաշտոնավարման ընթացքում Ռուսաստան-ԱՄՆ երկխոսությունը շարունակվել է տարբեր փուլերով։ Օրինակ, Ալյասկայում կայացած հանդիպումները ցույց տվեցին, որ որոշ դեպքերում Միացյալ Նահանգները պատրաստ է քննարկել Ռուսաստանի նկատմամբ սահմանված որոշ պատժամիջոցների վերանայումը։ Այս հանգամանքի օգտին է խոսում այն, որ Ռուսաստանի նախագահի հատուկ բանագնացը հենց տնտեսական ոլորտի ներկայացուցիչ է։ Իրանի շուրջ ստեղծված իրավիճակը ըստ Բադալյանի բացել է նոր շերտեր։ ԱՄՆ-ն եւ Ռուսաստանը կարող են տարբեր հարցերում ունենալ հակադիր դիրքեր, սակայն միևնույն ժամանակ պահպանել որոշակի պայմանավորվածություններ։ Բադալյանի խոսքով Վաշինգտոնի եւ Մոսկվայի քննարկումները հիմնականում ընթանում են փաթեթային տրամաբանությամբ, հաշվի առնելով մի շարք գործոններ՝ միջազգային էներգետիկ շուկայի իրավիճակը, երկկողմ հարաբերությունների ընթացքը եւ Իրանի դերակատարությունը տարածաշրջանում։
Իրանը ինտենսիվ հրթիռային հարվածներ է հասցրել Իսրայելին, հրթիռները պայթել են իսրայելական մի շարք քաղաքներում։ Մինչ ռազմական գործողությունները շարունակվում են, Իրանը ՄԱԿ-ից ակնկալում է ավելի վճռական արձագանք ԱՄՆ-ի և Իսրայելի գործողություններին։ Իրանի արտգործնախարար Աբբաս Արաղչին Անտոնիո Գուտերեշի հետ հեռախոսով զրուցելիս նշել է, որ հարվածների հետևանքով վնասվել են քաղաքացիական օբյեկտներ, դպրոցներ, հիվանդանոցներ և բնակելի շենքեր։ Լռությունը կամ թույլ արձագանքը կարող է հանգեցնել տարածաշրջանում հետագա ապակայունացման և լարվածության սաստկացման։ Ամերիկա-իսրայելական հարձակումների ընթացքում ոչնչացվել են քաղաքացիական օբյեկտներ, դպրոցներ, հիվանդանոցներ, բնակելի տարածքներ, նաև պատմական շենքեր և հուշարձաններ։ Մենք դա գնահատում ենք որպես միջազգային իրավունքի և միջազգային մարդասիրական իրավունքի հիմնարար սկզբունքների խախտում։ Հաշվի առնելով մարդասիրական հետևանքներն ու մասշտաբային վնասները, կոչ ենք անում միջազգային հանրությանը և պատասխանատու կառույցներին վճռականորեն և միանշանակ դատապարտել տեղի ունեցածը։ Արաղչին խոսել է նաև ռուս պաշտոնակցի հետ։ Զրույցի ժամանակ Լավրովը հայտնել է, որ Ռուսաստանը պատրաստ է աջակցել իրավիճակի քաղաքական դիվանագիտական կարգավորմանը։ Իսկ ով է Իրանի գլխավոր դիվանագետը, որը ծնվել է Թեհրանում, կրթություն ստացել Բրիտանիայում, դեսպան եղել Ֆինլանդիայում և Ճապոնիայում ու տարիներ շարունակ վարել Իրանի կարևոր քաղաքական բանակցությունները։ 64-ամյա Աբբաս Արաղչիի կյանքն ու գործունեությունը ուսումնասիրել է Անի Աբաղյանը։ Թեհրանում ծնվել, Բրիտանիայում սովորել, Ֆինլանդիայում և Ճապոնիայում դեսպան եղել ու Իրան է վերադարձել։ 64-ամյա Աբբաս Արաղչիի մասին են պատմում, որ Իրանի գլխավոր դիվանագետն է, արտաքին գործերի նախարարը։ Երիտասարդ Արաղչին դեռ 18-ից 19 տարեկանում մասնակցել է Իրաք-Իրանյան պատերազմին, որպես Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի կամավոր մարտիկ։ Պատերազմի ժամանակ ձեռք է բերել ռազմավարական և կազմակերպչական հմտություններ, որոնք հետագայում կիրառել է դիվանագիտական և բանակցային գործունեության մեջ։ Պատերազմի ավարտից հետո նախկին մարտիկը դիվանագետ դառնալու ուղին է բռնել։ Սովորել է Իրանի արտգործնախարարությանը կից միջազգային հարաբերությունների դպրոցում։ Այստեղ նա ուսումնասիրել է համաշխարհային քաղաքականության, դիվանագիտության, միջազգային օրենքների և միջուկային քաղաքականության հիմնահարցեր։ Արաղչին Իսլամական ազատ համալսարանում քաղաքական գիտությունների մագիստրոսի աստիճան է ստացել։ Նրա կենսագրության հետաքրքիր պահերից է Մեծ Բրիտանիայում կրթությունը շարունակելը։ Միացյալ Թագավորության Կենտի համալսարանում ստացել է դոկտորական աստիճան քաղաքական մտքի պատմություն թեմայով։ Նախկին մարտիկն ու դիվանագետը գործի է անցել Ֆինլանդիայի և Ճապոնիայի դեսպան, Իրանի արտգործնախարարության խոսնակ, փոխարտգործնախարար, միջուկային բանակցությունների գլխավոր ներկայացուցիչ։ Արաղչին Իրանի միջուկային ծրագրի հիմնական ճարտարապետներից է։ Իրանի միջուկային գործունեությունը վերահսկելու և տարածաշրջանային անվտանգության ապահովման համար 2015 թվականին ստորագրված համաձայնագրի բանակցությունների գլխավոր մասնակիցներից է գործող նախարարը։ Նա տիրապետում է նաև արաբերենին ու անգլերենին։ Սա Արաղչիին դարձնում է կենտրոնական և վստահելի միջնորդ, հատկապես այն միջուկային և անվտանգության հարցերում, որտեղ սուբյեկտները պահանջում են դիպլոմատիկ ճշգրտություն և մշակութային հարմարվողականություն։ 2013-ից 2015 և 2020-ին Արաղչին միջուկային բանակցությունների Իրանի գլխավոր ներկայացուցիչն էր, 2024 թվականից արտաքին գործերի նախարար։ Արաղչին ճանաչված է որպես սառնասիրտ ու հաշվարկված բանակցող։ Սա ավելի լավ երևաց, երբ Իրանի և Միացյալ Նահանգների միջուկային հարաբերությունները հասել էին լարվածության գագաթնակետին 2020-ականներին։ Նա համարձակ ու հանգիստ ներկայացնում է Իրանի դիրքորոշումը առանց հիստերիայի կամ վախի ցուցադրության։
Փետրվարի 28-ին սկսած պատերազմի մասին մեկնաբանություն տալիս նկատում ենք ժպիտ ու հանգստություն։ Արարչին շարունակում է ներկայացնել Իրանի դիրքորոշումը համաշխարհային դիվանագիտության կենտրոնում, պահպանելով հանգստություն, խելամտություն եւ հստակ ռազմավարություն։ Անի Աբաղյան, Աշոտ Բարբարյան, ABC Media։ Իսրայելը հարվածել է նաև Լիբանանի տարածքին։ Լիբանանի կառավարության տվյալներով մարտի 2-ից սկսած հարվածների հետևանքով զոհվել է առնվազն 570 մարդ, վիրավորվել ավելի քան 1400-ը։ Լիբանանը մարդասիրական աղետի եզրին է։ Մարդիկ քնում են փողոցներում, ապրում մեքենաների մեջ, իսկ հյուրանոցներն ու ապաստարաններն արդեն լեփլեցուն են։ Թեև Իսրայելի պաշտպանության բանակը հայտարարում է, որ հարվածները հասցնում Հեզբոլահի ենթակառուցվածքներին, սակայն իմ տեսածը այլ պատկեր է ցույց տալիս։ Զոհերի մեծ մասը խաղաղ բնակիչներ են, իսկ հարվածների թիրախ հաճախ դառնում են քաղաքացիական շենքերը։ Մինչ աշխարհը հետևում է Մերձավոր Արևելքում զարգացող իրադարձություններին, Փարիզում ընթանում է միջուկային էներգիայի գագաթնաժողովը։ Գագաթնաժողովի շրջանակում Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանդիպել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հետ։ Զրույցի ընթացքում նրանք խոսել են տարածաշրջանում խաղաղության եւ կայունության պահպանման կարեւորության մասին։ Փարիզում Փաշինյանը հանդիպել է նաև ատոմային էներգիայի միջազգային գործակալության գլխավոր տնօրեն Ռաֆայել Գրոսիի հետ։ Նրանք քննարկել են Հայաստանի էներգետիկ ծրագրերը, մասնավորապես փոքր մոդուլային ռեակտորների կիրառման հնարավորությունը։ Ի դեպ նույն թեմային Նիկոլ Փաշինյանը անդրադարձել է նաև միջուկային էներգիայի գագաթնաժողովում իր ելույթի ժամանակ։ Իր խոսքում նա նշել է, որ Հայաստանը որոշել է կիրառել փոքր մոդուլային ռեակտորների տեխնոլոգիաներ։ National Atomic Energy Agency Հայաստանը որոշում է կայացրել փոքր մոդուլային ռեակտորի տեխնոլոգիաների կիրառման վերաբերյալ։ Ներկայումս մենք ուշադիր ուսումնասիրում ենք տեխնոլոգիաները եւ գնահատում միջազգային գործընկերների առաջարկները։ Ընտրության գործընթացն առաջնորդվում է հուսալիության, երկարաժամկետ կայունության հաշվառմամբ եւ միջուկային անվտանգության, պաշտպանվածության եւ չտարածման բարձրագույն չափանիշների մեր նվիրվածությամբ։ and will promote real-world solutions. Վերջին 3 օրում Ադրբեջանից Հայաստան է տեղափոխվել ռուսական ցորենի երկրորդ խմբականակը։ Ըստ ադրբեջանական լրատվամիջոցների 11 վագոնից բաղկացած բեռնատար գնացքը ռուսական հացահատիկը Հայաստան կհասցնի Վրաստանի տարածքով։ Փոխադրվող հացահատիկի ընդհանուր ծավալը 1023 տոննա է։ Այժմի համար նախատեսել ենք այսքանը, շարունակեք հետևել մեզ YouTube-ում, Facebook-ում, Telegram-ում, WhatsApp-ում, Instagram-ում, TikTok-ում կամ այցելեք մեր պաշտոնական կայք www.abcmedia.am։ ABC լուրերի հաջորդ թողարկումը ժամը 15-ին է, տաղավարում կաշխատի Գառնի Մութավյանը։